Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել գրառմամբ, որում դատապարտում է բռնության դեպքերը, ընդ որում բռնության թե ֆիզիկական, թե հոգեբանական դրսևորումներով։ Նման գրառումը խոսում է տվյալ անձի կամ երկտվության, խոսքս անձի երկտվության մասին է, կամ կեղծավորության մասին, որովհետև Հայաստանում բռնությունները տեղի են ունենում թե Նիկոլ Փաշինյանի հրահանգավորմամբ, թե շատ հաճախ նրա անմիջական առաջնորդությամբ։ Ընդ որում շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբերակում է բռնության դեպքերը եւ շեշտը դնում առավելապես ֆիզիկական բռնության վրա։ Այն դեպքում, երբ երեք հարձակման էր ենթարկվել հասարակական քաղաքական գործիչ Միիրան Հակոբյանը։ Հիշենք, որ ոչ վաղ անցյալում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո նա նույնպես հանդես էր եկել դատապարտող կոչով, սակայն դրանից Հայաստանում իրականությունը ամենևին չփոխվեց։ Հարգելի հետևորդներ, Հուլիոս Կեսարը սիրում էր կրկնել Եվրիպիդեսի խոսքերը, որ օրենքները խախտիր միայն իշխանության գալու համար, մնացած բոլոր դեպքերում դու պարտավոր ես հարգել այն։ Թեպետ ես խորը կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը առհասարակ լսել է, թե ով է Եվրիպիդեսը, սակայն նա առաջնորդվում է ճիշտ նրա հորդորով, սակայն փոքր-ինչ ավելի կատարելագործված։ Նիկոլ Փաշինյանը օրենքները խախտեց ոչ միայն իշխանության գալու համար, այլ այն խախտում է նաև այդ իշխանությունը պահելու նպատակով։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ոչ մի բան հենց այնպես տեղի չի ունենում առանց Նիկոլ Փաշինյանի համենայն դեպս գիտությամբ։ Երբ երկրի ղեկավարը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է, որ ձեզ կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին, ապա նման հայտարարությունից հետո այն չես կարող տեղավորել որևէ իրավական գործընթացի շրջանակներում։ Հատկապես, եթե նույնիսկ խոսքը վերաբերի իրական հանցագործներին, ապա բռնության ենթարկելը խստորեն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով։ Սակայն իրավապահ մարմինները ի գիտություն ընդունելով Նիկոլ Փաշինյանի այդ կոչը, որի հիմնական հասցեատերը ընդդիմադիրներն են, ապա բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ ու անհանգստացնում են իշխանություններին, բոլոր այն ընդդիմադիր գործիչները, որը իշխանության պատկերացմամբ վտանգ են ներկայացնում իրենց համար, ոստիկանության կողմից ձերբակալվում են ամենավայրակ ձևով։ Երբ Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ձեզ կլցնենք ԱԱԾ պատվալները, ապա դա իրավապահ մարմինները կրկին ընդունում են որպես հրահանգ, ճակերտավոր ասած լայնածավալ հարձակման անցնելու ընդդիմության նկատմամբ։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող ասել, որ այդ հայտարարության հասցեատերը իրական հանցագործներն էին, որովհետև նա դա հայտարարեց ընդդիմադիր գործիչների ազգային ժողովում ունեցած ելույթներից հետո ու խոսքը վերաբերվում էր հենց ընդդիմադիր գործիչներին։ Երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ դուք պարտավոր եք որոշ դեպքերում դիմել բռնության, որովհետև չի կարող լինել ոստիկանություն առանց բռնության ենթարկելու, ապա դա նույնպես ուղիղ հրահանգ է ոստիկանության կողմից, որի արդյունքում իրավաչափությունը պարզապես կորում է։ Չի կարող որևէ ձերբակալման գործընթաց այդքանից հետո համարվել իրավաչափ, երբ դրա անմիջական հրահանգ տվողը
երկրի ղեկավարն է։ Երբ փողոցում ծեծի են ենթարկվում միայն ընդդիմադիր գործիչները, բռնության են ենթարկվում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողները, սակայն դրանից հետո դրան ավելի շուտ չի հաջորդում որևէ բացահայտում, ապա դա վառ ապացույցն է այն բանի, որ այդ ամենը տեղի է ունենում առնվազն իշխանությունների գիտությամբ։ Երբ պետության ղեկավարը անմիջականորեն խոսում է մարդկանց անձնական կյանքից, ապա դա կանաչ լույս է վառում համապատասխան մարմինների համար, որպեսզի նրանք որպես բռնաճնշման գործիքներ դիմեն նաև շանտաժի, մարդկանց անվան ու արժանապատվության հետ խաղալու, մարդկանց անունը սևացնելուն ու վարկաբեկելուն։ Այդքանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի շուտ խոստովանում է, որ իրենք խնդրանքով, բոլորիս համար հասկանալի է, չէ՞ այդ խնդրանքները ինչ մեթոդաբանությամբ են տեղի ունենում, որ խնդրանքով դիմում են տարբեր հոգևորականների, որպեսզի նրանք պատարակների ժամանակ զեղչեն վեհափառի անունը, ապա այդ հոգևորականները միանգամից ենթարկվում են ճնշման, բռնության, այս պարագայում արդեն հոգեկան բռնության, որովհետև նրանք աչքի տակ ունենում են այն ողջ շանտաժներն ու բռնության գործիքակազմը, որը կարող է իրենց հանդեպ կիրառվել։ Այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում դատապարտում է թե հոգեբանական, թե ֆիզիկական բռնությունները։ Գիտակցում է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բռնությունը դատապարտելի է։ Միանշանակ այո, գիտակցում է։ Դատապարտում է նա բռնության դեպքերը։ Խոսքով այո, միանշանակ դատապարտում է։ Իսկ առաջնորդվում է նա իրական կյանքում ու քաղաքական գործունեության մեջ բռնություններով։ Միանշանակ այո, առաջնորդվում է։ Ու Նիկոլ Փաշինյանի այս գրառումը նմանվում է Սիմոն Բոլիվարի կյանքի կենսագրության այն դրվագին, երբ նա նստելով իր իսկ հրահանգով սպանված իր քաղաքական հակառակորդի կողքին, նայելով նրան ասաց. ով դաժան իրականություն։ Հետևաբար ինչու է Նիկոլ Փաշինյանը մի կողմից առաջնորդվում բռնությամբ, իսկ մյուս կողմից դատապարտում այդ բռնությունները։ Կրկնում եմ, դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով, կամ անձի երկտվության, կամ կեղծավորության, իսկ երբեմն էլ նաև երկուսը միասին։ Ում են կոչված Նիկոլ Փաշինյանի գրառումները։ Իհարկե ոչ միջազգային հանրությանը։ Խոսքս միջազգային աշխարհաքաղաքական կենտրոնների մասին է, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնները Նիկոլի առաջ կանաչ լույս են վառել, որպեսզի նա իրագործի կյանքի կոչի այն բոլոր հանձնարարականները, որը դրված է նրա առջև։ Հետևաբար աշխարհաքաղաքական կենտրոններին ամենևին չի հետաքրքրում տվյալ պահին Հայաստանում ժողովրդավարությունը թե բռնապետություն, թե Նիկոլ Փաշինյանը ինչ միջոցներով է հասնում իր նպատակին։ Այդ ամենի հասցեատերը, խոսքս Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին է, իր ընտրազանգվածի մասին է, շեշտում եմ իր ընտրազանգվածի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վաղուց են կողմնորոշվել իրենց քաղաքական մոտեցումներում եւ այլևս անհնար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այն քվեները, որը ունի, դրան ավելացնի նորերը։ Հարգելի հետևորդներ, հենց այս համատեքստում թերևս անդրադառնանք մի այլ հանգամանքի ևս, որը նույնպես կարող է տեղավորվել բռնությունների շարքում։ Բռնություններ ասելով պարտադիր չէ հասկանալ միայն կոնկրետ անձի նկատմամբ։ Բռնության կարող է ենթարկվել նաև պետությունը, բռնության կարող է ենթարկվել նաև հասարակությունը, բռնության կարող են ենթարկվել նաև պետական ինստիտուտները։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկեղեցիներում պետք է հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, քանի որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է 301 թվականին պետության կողմից, ապա դա ամենևին տգիտություն չէ։ Եվ ժամանակի զուր վատնում է Նիկոլ Փաշինյանին բացատրելը,
որ Տրթադգն ոչ թե 301 թվականին հիմնադրել է, այլ պարզապես քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։ Իսկ հայոց եկեղեցին իրականում հիմնադրվել է Թադեոս եւ Բարդեղնոմեոս առաքյալների կողմից եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաքելական։ Էլի եմ շեշտում, Նիկոլ Փաշինյանը այդ ամենը շատ լավ գիտի, սակայն նա դիտավորյալ ու հետևողականորեն գնում է հայ եկեղեցու դերի արժեզրկմանը, որպեսզի եկեղեցին քաղաքացիների աչքին վերածվի պարզապես մի սովորական աշխարհիկ կառույցի, կորցնի իր բացառիկությունը, կորցնի իր հոգևոր նշանակությունը, իսկ հոգևորականներն էլ դառնան ոչ թե ավելի շուտ հոգևորականներն էլ հոտի առաջնորդից վերածվեն սովորական, այսպես ասած, չակերտավոր թաղայինի։ Եվ այդքանից հետո, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանին Աստված մի արասցե հաջողվի իր քայլերում, եկեղեցին կդառնա արդեն սովորական կոպիտ ասած կառավարությանն առընթեր մի ինչ-որ ոչ պաշտոնական գերատեսչություն, եւ քաղաքացին այլևս որևէ ակնածանք չի զգա եկեղեցի մտնելուց։ Եկեղեցի մտնելը քաղաքացու համար կլինի նույնը, ինչ մտնի պետ կամ ենթադրենք արդարադատության նախարարություն կամ որևէ մի թաղապետարան։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կհասնի իր առջև դրած հանձնարարության կատարմանը, որի համար իդեպ կանաչ լույս է վառված նրա առջև տարատեսակ բռնությունների դեպքում աչք փակելու համար։ Այն է, եկեղեցին այլևս չի կրի ազգային հիշողություն, եկեղեցին այլևս չի հետապնդի ազգային նպատակներ, եկեղեցին այլևս չի կրի պատմական հիշողություն, չի համապարփի իր մեջ ազգային արժեքները։ Էլ եմ շեշտում, նպատակը հետևյալն է, որպեսզի եկեղեցին վերածվի սովորական մի աշխարհիկ կառույցի, առանց որևէ հոգևորի, առանց նրա հանդեպ որևէ ակնածանքի։ Ահա հենց սա նույնպես բռնություն է, բռնության ամենասոսկալի տարատեսակներից մեկը, որը կիրառվում է ոչ թե այս պարագայում, էլի եմ շեշտում, անձի, այլ ընդհանուր հասարակության նկատմամբ, նրա ազգային արժեքների հանդեպ, նրա հոգևորի հանդեպ, առհասարակ նրա մարդ տեսակի հանդեպ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ունի գեթ մեկ նպատակ՝ հայ հասարակությունից կերտել մի սպառողական զանգված, որի համար միևնույնն է նրանք որ տարածքում են ապրում, կարևորը լինի ուտելիքը։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։